Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Աստծո շնորհն ու խաղաղությունը, Աստծո լույսն ու ճշմարտությունը, ողորմությունն ու կարեկցանքը թող միախառնված երկնքից թափվեն ամեն մեկիս վրա։ Ուզում եմ սկսել բանաստեղծությամբ, որ Սուրբ Հոգին դրել է սրտիս, և թող այն աղոթքի պես բարձրանա, աղոթք որպես ինձ համար, աղոթք որպես յուրաքանչյուրիդ համար։ Հիսուս Քրիստոս, դու կյանքով ու հնազանդ խոնարհությամբ փառավորեցիր Հայր Աստծուն ու առհավետ նրա անունը պատվեցիր։ Հիսուս, իմ Տեր և իմ Փրկիչ, հիմա խնդրում եմ քեզ, օգնիր ու ինձ առաջնորդիր, որ իմ կյանքով, իմ մտքերով, իմ խոսքերով, իմ գործերով, սրտիս իմ ցանկությունով ես էլ քեզ Տեր փառավորեմ, հորը պատվեմ ու մեծարեմ։ Ինձ զարդարիր, ով կատարյալ Աստծո որդի, զգեստներով խոնարհության ու լույսի, հնազանդություն սրտումս դիր, որ քո սիրո հետ խառնվի ու քո կամքը ամեն բանում ես ընտրեմ ու ամեն մարդու հետ, Հիսուս, քո պես ես վարվեմ։ Թող լույսը մեջիս խավար հանկարծ չլինի, այլ քո լույսը իմ մեջ լինի անարատ ու բացահայտ, ամեն մեկին տեսանելի։ Թող որ ես քեզ Հիսուս Քրիստոս արտացոլեմ, կենդանի ու զորավոր նշան լինեմ դեպի քեզ, որ մարդիկ ինձ հետ շփվեն, ինձ լսեն կամ ինձ հետ խոսեն, բայց քեզ գտնեն, քո արյունով մաքրվեն, քո անունը գովերգեն, սրտերը քեզ նվիրեն, քո ճամփեքով ընթանան ու քո գրկում հավիտենական կյանք ստանան։ Ու ամեն անգամ ու ամեն բանում նորից ու նորից թող փառավորվի պանծալի անունը Հայր Աստծո, Քրիստոս Հիսուսի և հոգևոր Սրբո։ Ամեն։ Ինչպես երեք խոստացա, որտեղ ես կիսում էի բարի լուրը, ավետարանը, որ կխնդրեմ նորից լսեք, մենք անցնում ենք մի նոր գրքի, որ կոչվում է Աստված սիրում է քեզ, նա միշտ սիրել է, նա միշտ էլ կսիրի գրքին։ Գիրք, որը գրված է դոկտոր Դեյվիդ Երեմայայի կողմից 2012 թվականին։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ Աստված սիրում է, Աստվածաշունչն ասում է Աստված սեր է, բայց դա ինչ է նշանակում, ինչ է դա իր մեջ ներառում և ինչ է իրենից բացառում։ Մենք երբեք չպետք է յուրովի այս ամենը հասկանանք, այլ պիտի հասկանանք այնպես, ինչպես Աստվածաշունչն է ասում, որտեղ ոչ թե մենք ենք ճիշտ, այլ Աստվածաշունչը, որտեղ Աստվածաշնչում է, որ Աստված բացահայտել է ինքն իրեն և իր այդ մասը իր էության, որ ինքը սեր է և որ մեզ սիրում է։ Եվ բնականաբար Աստված ինքն իրեն բացահայտել է մի ազգի միջոցով, որին նա ընտրեց որպես իր ժողովուրդ, Իսրայելի ժողովրդին։ Հիմա այս իրավիճակում շատերին սա կարող է դուր չգալ։ Մի փակիր սիրտը։ Սատանայի կողմնակից մի դարձի։ Ամեն ատելություն Իսրայել ժողովրդի հանդեպ սատանայից է, Աստծուց չէ։ Ականջ դիր Աստծո խոսքին, ով ասաց խոստացավ Աբրահամին, Իսրայելի նախահորը, ով քեզ օրհնի կօրհնվի, ով անիծի կանիծվի։ Չատել, չանիծել Իսրայելի ժողովրդին չի նշանակում չնկատել մեղքը մարդկային, սխալ քայլերը, սխալ ընտրությունները, անաստվածային կյանքը, դա չի նշանակում։ Նշանակում է դրանից վեր կանգնել և անել այն, ինչ Աստված է անում, աղոթել այդ ժողովրդի համար, չատել նրանց, չհամեմատվել, չնախանձել։ Խնդրում եմ, որ սիրտդ բաց պահես և լսես Աստծո խոսքը և թույլ տաս, որ Աստված խոսի քեզ հետ իր ժողովրդի օրինակը օգտագործելով։ Հեղինակն ասում է. ինչքան ես հիշում եմ,
ամերիկացի հայտնի ավետարանիչ դոկտոր Բիլի Գրեհեմը մարդկանց միշտ ու շարունակաբար ասում էր, որ Աստված սիրում է նրանց։ Բիլի Գրեհեմը ավետարանը քարոզել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ ավելի շատ մարդկանց կենդանի հավաքների ժամանակ եթերում, քան պատմության մեջ որևէ մեկը։ Պահպանողական գնահատականներով Բիլի Գրեհեմը Աստծո սիրո մասին բարի լուրը հռչակել է գրեթե 215 միլիոն մարդու։ Եվ նա դա անում էր դեռևս 1939 թվականից իր ձեռնադրվելուց առաջ, այսինքն գրեթե 3/4 դար։ Շնորհակալություն դոկտոր Գրեհեմին եւ նման բոլոր մարդկանց ուղղություններին իրենց հավատարիմ ծառայության համար, եւ որ նա միշտ գլխավորը պահում են գլխավոր, եւ գլխավորը այն է, որ Աստված սիրում է, եւ ճշմարտությամբ փոխանցել են ավետարանի բարի լուրը։ Ինչ իմանալու կարիք ունի այս աշխարհը։ 2008 թվականին հեղինակն ասում է, ես ներքին դրդում զգացի գրքեր գրել համաշխարհային իրադարձությունների եւ դրանց մասին Աստվածաշնչի ասածի վերաբերյալ։ Ավելի ու ավելի վատ իրադարձություններ էին տեղի ունենում եւ ես գրում ու խոսում էի դրանց մասին։ Երբ ավարտեցի այդ նախագծերը եւ հեռացա քաոսից, ինձ մի կարևոր ճշմարտություն հիշեցի, որը կարծես բրդվել էր լուսանցքից դուրս աշխարհի քաոսի մեջ, կարծես մոռացության մատնվել։ Այդ ճշմարտությունը սա է. Աստված սեր է։ Ես կանգ առա եւ շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ չնայած այն ամենին, ինչի միջով մարդկությունը անցնում էր, մենք դեռ ծառայում էինք այդքան հրաշալի, սիրող Աստծուն, անկախ նրանից, թե որքան մեծ հուսահատության բեռ կար մարդկության վրա։ Մեր Աստված դեռ սիրում է մեզ եւ մեզ համարում է իր թանկարժեք զավակները եւ ոչինչ չի կարող փոխել դա։ Եվ ես մտածեցի, արդյոք բոլորը գիտակցում են, որ Աստված սիրում է մեզ, որ Աստված դեռ սեր է, որ նրա էությունը չի փոխվել։ Վերջերս որևէ մեկը մարդկանց ասել է այս ճշմարտությունը։ Ես ուսումնասիրեցի, թե այդ ժամանակահատվածում ինչպիսի գրքեր էին հրապարակվում Աստծո մասին, եւ զարմացա, որ Աստծո սիրո պարզ ուղերձը մեծապես անտեսվում էր։ Ես գիտեի, թե ինչ էր Աստված ինձ հուշում անել։ Նա ուզում էր, որ ես մարդկանց ասեմ նման մութ ու քաոսային ժամանակներում, որ Աստված սիրում է նրանց։ Եթե 2800 թվականներին էր քաոսային, ապա մեր իրավիճակը հիմա շատ ավելի քաոսային է, որտեղ մենք գտնվում ենք լրիվ վերջին ժամանակներում։ Եվ մենք հիմա նույնպես ապրում ենք մութ ժամանակներում, եւ Աստված ուզում է, որ ամեն մեկս դուք իմանաք, ես հիշեմ, որ նա միշտ սիրել է մեզ եւ որ նա միշտ կսիրի մեզ։ Մարդիկ կարիք ունեն այս ճշմարտությունները նորից լսելու եւ դրանցում հավաստիանալու։ Շատերը կան, որ սրա մասին գաղափար չունեն։ Շատերը կան, որ չեն հավատում, որ Աստված սեր է ու սիրում է։ Այսպիսով հեղինակն ասում է, ես դիմեցի Աստծո խոսքին, Աստծո սիրով թեմայով, քննելով նորից Աստծո սիրո պատմությունը, որ հոսում է հազարավոր տարիների պատմության միջով, որը կազմում է մեր Աստվածաշունչը։ Աստվածաշունչը Աստծո պատմությունն է, հատկապես մարդկության հանդեպ Աստծո սիրո եւ փրկության պատմությունն է։ Ես ուսումնասիրեցի Աստծո սերը իր զավակների նկատմամբ, հին կտակարանից մինչև նոր կտակարան, եւ անընդհատ արցունքներ էին հոսում իմ աչքերից, երբ ես կրկին գիտակցում էի Աստծո մեծությունը, Աստծո շնորհը, Աստծո ողորմությունը, Աստծո համբերատարությունը, Աստծո նվիրվածությունը, Աստծո անդադար հետապնդող սիրող սիրտը, երկիր մոլորակի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ։ Այս ուղերձի կարիքը միայն դուք չէ, որ ունեք, այլ նաև ես։
Մենք բոլորս էլ ունենք Աստծո սիրո մասին իմանալու, հավաստիանալու, ամեն օր հիշելու կարիքը։ Սերը պարզապես քրիստոնեական ուղերձ չէ, այլ սերը քրիստոնեական կենտրոնական, ամենահիմնական ուղերձն է։ Ավետարանը բարի լուրը այն է, որ անկախ մեր մարդկային թերություններից Աստված սիրում է մեզ և տվել է մեզ փրկության ճանապարհը, տվել է իր որդու։ Աշխարհը հուսահատորեն կարիք ունի իմանալու Աստծո սիրո մասին։ Այնուհետև ես նաև պետք է նշեմ, որ նույնիսկ եթե Աստծո սերը Աստծո մասին ամենամեծ և ամենահետաքրքիր լուրն է, այն Աստծո մասին միակ լուրը չէ։ Այս գրքում ես կենտրոնանալու եմ Աստծո սիրո թեմայի վրա, քանի որ շատ բան կա ասելու այդ թեմայի մասին, բայց ես ուզում եմ համոզված լինել, որ ոչ ոք չի հանգի այն սխալ ու վտանգավոր եզրակացությանը, որ քանի որ Աստված սեր է, սա ինչ-որ կերպ բացառում է Աստծո մյուս հատկանիշները, ու մենք դրանց հետ հաշվի նստելու կարիք չունենք։ Ես ուզում եմ, որ դուք սխալ չհասկանաք ու մտածեք, քանի որ Աստված սեր է, ուրեմն Աստված բոլորիս էլ ներելու է, անկախ նրանից մենք ապաշխարենք, անկախ նրանից մենք Քրիստոսին կընդունենք, թե չենք ընդունի, անկախ նրանից մենք կշարունակենք ապստամբ մնալ Աստծո դեմ, թե ոչ։ Ես ուզում եմ, որ դուք չխաբնվեք և այս գիրքը սխալ չընկալեք։ Աստված սիրում է մեզ, ուրեմն ամեն բան լավ է, շարունակենք այնպես ինչպես կանք, սա վտանգավոր ու կործանարար մտածելակերպ է, որտև Աստված սեր է, Աստված նաև ճշմարտություն է, արդարություն է և սրբություն է, և արդար դատավոր է, և վրեժխնդիր դատավոր է։ Մենք պետք է իմանանք ու հաշվի նստենք Աստծո բոլոր հատկանիշների հետ, որոնք բոլոր ուղղափառ քրիստոնյաները ճանաչել են սկզբից ի վեր։ Չպետք է թույլ տանք, որ մտածենք Աստծո սիրո մասին, կառչենք միայն դրանից ու բանի տեղ չդնենք ու հաշվի չառնենք Աստծո սրբությունն ու արդարությունը։ Աստված սեր է իր սրբության ու արդարության մեջ։ Աստծո արդարությունը, Աստծո սրբությունը իր սիրո մասն է կազմում, դրանք իրարից առանձնացնել հնարավոր չէ։ Մի հին, բայց հանրահայտ երգում ասվում է. աշխարհին հիմա սեր է պետք։ Եվ ես պետք է համաձայնեմ, եթե աշխարհին տրվելիք սերը իրական Աստծո իսկական սերը լիներ։ Աշխարհը հիմա և ցանկացած ժամանակ ամենաշատը կարիք ունի Աստծո սիրո։ Միայն Աստծո սերը կարող է վերացնել մեղքի արգելքը, մեղքի պատնեշը, որը բաժանում է մարդկությանը Աստծուց։ Հովհաննես ավետարանի 3 գլխի 16-րդ խոսքում կարդում ենք, որ Հիսուսը ասաց Նիկոդեմոսին. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիսուսի այս խոսքերի մասին մենք շատ ենք խոսելու։ Եվ միայն Աստծո սերն է մեզ հույս տալիս հիասթափության և հուսահատության ժամանակ։ Հռոմեացիներ նամակի 8-րդ գլխի 38-39 խոսքում ասվում է. որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս և ոչ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Այսինքն Աստծո սերը մեզ բացահայտվել է Հիսուս Քրիստոսի մեջ։ Աստված ցանկանում է ամենքիս տալ իր սիրո պարգևը, նվերը, բայց նվերը պետք է ընդունել։ Եթե ինչ-որ մեկը ձեզ Սուրբ Ծննդյան նվեր է տալիս, և դուք այն թողնում եք տոնածառի տակ և երբեք չեք բացում այն, ապա դուք իրականում այդ նվերը չեք ստացել, չեք ընդունել։ Իմ ասածն այն է, որ նվեր տալը գործարքի կեսն է, և Աստված գործարքի իր մասը արել է։
տվել է այդ նվերը, տվել է իր որդուն, բացել է փրկության ճանապարհը, որը նվեր է։ Բայց գործարքը իրական ու լիակատար չի դառնում եւ ուժի մեջ չի մտնում եւ իշխանություն ու լիազորություն չի ունենում, մինչեւ այդ նվերը չընդունվի, չբացվի, չճանաչվի, չգնահատվի, չստանաս, քոնը չի կարող դառնալ։ Նույն կերպ բավարար չէ, որ Աստված պարզապես առաջարկի իր սերը քեզ։ Նա ակնկալում է, որ մենք ստանանք ու ընդունենք իր սերը։ Դու պիտի արձագանքես Աստծո սիրուն, Քրիստոսի զոհաբերությունը, այն ընդունելով, ստանալով։ Սուրբ Հոգին ցանկանում է մխիթարել, խրախուսել եւ վերակենդանացնել մարդկային հոգին, Աստծո հավիտենական սիրո ուղերձով։ Աստծո սիրո ուղերձը տոն է մարդկային սրտի, մտքի եւ հոգու համար։ Բայց որպեսզի այն ուրախություն եւ ազատություն բերի քեզ, դու պետք է այն ընդունես։ Հեղինակի եւ իմ աղոթքն է, որ այս գիրքը, այս գրքի ամեն գլուխը, ամեն օրվա այս ձայնագրությունը ծառայի քեզ լսելու ընթացքում ավելի մոտեցնելու Աստծուն, որպեսզի դու արձագանքես Աստծո սիրուն, Աստծո կանչին, ու դու ստանաս Աստծո սերը, ընդունես ի փառաբանություն մեր Աստծո, որը սիրում է մեզ, որը միշտ սիրել է, որը միշտ կսիրի։ Եկեք, սա նախաբանն էր, հիմա եկեք առաջին գլուխն էլ ընթերցենք եւ այսօր այսքանով ավարտենք։ Աստված սեր է։ 63-րդ Սաղմոսի 3-րդ խոսքը ասում է. որովհետև քո ողորմությունը ավելի լավ է, քան կյանքը, իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Աստծո մասին է խոսքը, այսինքն ասում է, Աստծո ողորմությունը ավելի լավ է, քան ինքը կյանքը, եւ իմ շրթունքները պիտի գովեն քեզ, Տեր Աստված։ Այն օրերին, երբ մեծ ավետարանիչ Դուեյթ Մուդին քարոզում էր Չիկագոյում, մի աղքատ հարբեցող սայթակելով բարձացավ Մուդիի եկեղեցու մուտքի դռան աստիճաններով։ Մի քիչ սխալ է ասել Մուդիի եկեղեցու, եկեղեցին Քրիստոսին է պատկանում, այն եկեղեցուն, որտեղ Մուդին էր ծառայում որպես հովիվ ու քարոզում։ Տղամարդը բացեց դուռը, զննեց սենյակը եւ ներսում ոչ մեկին չտեսավ։ Սակայն նրա աչքերը գրավեցին ամբիոնի վերևում կախված մեծ ցուցանակը, որի վրա գրված էր. Աստված սեր է։ Դա նրան շատ զայրացրեց։ Նա շրխկացրեց դուռը եւ տատանվելով իջավ աստիճաններով, մրմնջալով. Աստված սեր չէ։ Եթե Աստված սեր լիներ, նա կսիրի ինձ, եւ նա չի սիրում ինձ նման դժբախտ ու թշվառ մարդուն։ Դա ճիշտ չէ, որ Աստված սեր է։ Ինձ համար շատ թանկ ու հարազատ մեկը մի անգամ ասեց. Աստված սեր չի, եթե Աստված սեր լիներ, իմ երեխան կենդանի կլիներ։ Այսօր շատ մարդիկ ասում են Աստված սեր չի, եթե Աստված սեր լիներ, այս արհավիրքները չէր լինի։ Մենք խաբնված ենք սիրելիներս, բայց եկեք այս գրքի միջոցով հայտնաբերենք, ինչպես ենք խաբնված, ինչ է նշանակում Աստված սեր է։ Մարդը հեռացավ, բայց այդ խոսքերը այրվում էին նրա մեջ։ Աստված սեր է, Աստված սեր է, Աստված սեր է։ Նա չէր կարողանում դիմադրել այդ մտքին, բայց զայրացած էր։ Արդյոք ճիշտ է, որ Աստված սեր է։ Հնարավոր է, որ Աստված իսկապես սեր է, մտածում էր այդ հարբած, գրգռված մարդը։ Մի փոքր անց նա շրջվեց, վերադարձավ եւ կրկին մտավ եկեղեցի, շփոթված եւ հուսահատ։ Այդ ժամանակ մարդիկ հավաքվել էին, եւ երբ Մուդին սկսեց քարոզել, տղամարդը նստեց հետևի անկյունում գտնվող նստատեղին։ Նա լաց էր լինում ամբողջ քարոզի ընթացքում, ու կամաց նրա զայրույթն ու շփոթմունքը սկսեցին զիջել ուրախությանը եւ հույսին։ Երբ ծառայությունը ավարտվեց, Մուդին գնաց եկեղեցու դռան մոտ, մարդկանց ցտեսություն ասելու, բայց տղամարդը չհեռացավ։ Նա մնաց իր տեղում նստած
ու լաց էր լինում։ Քարոզիչ Մուդին մոտեցավ, նստեց նրա կողքին եւ հարցրեց. «Ինչի մասին ես լաց լինում, բարեկամս»։ Քարոզում ինչ էր, որ դիպավ սրտիդ, որ այդպես լաց ես լինում։ «Օ, պարոն Մուդի, ես ձեր ասածներից ոչ մի բառ չլսեցի», պատասխանեց տղամարդը։ «Իմ սիրտը կոտրվում է ու ես լաց եմ լինում այն բառերի պատճառով, որ գրված են ամբիոնի վերևում, որ Աստված սեր է»։ Մուդին նստեց եւ այդ մարդուն բացատրեց Աստծո սիրո խորությունը։ Մարդը լսեց եւ իր սիրտը նվիրեց Աստծուն, առաջին անգամ հասկանալով, որ Աստված իսկապես սիրում է իրեն։ Իր ինքնակենսագրության մեջ լեռներով, հարթավայրերով, ծովերով Տրուլա Քրունկը, որը 24 տարի ծառայել է որպես միսիոներ Հնդկաստանում, պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որը երեկոյան այցելել էր իր տուն եւ մնացել էր մի փոքր ավելի երկար, քան նախատեսված էր։ Մութն ընկել էր եւ աղջիկը վախենում էր տուն գնալ։ Թրուլան բացատրեց, որ նա չպետք է վախենա, ասելով. «Դոլան, Աստված սիրում է քեզ եւ նա հոգ կտանի քո մասին, երբ դու մութ ճանապարհով տուն գնաս»։ Փոքրիկ աղջիկը շատ լուրջ պատասխանեց. «Ոչ, տիկին, Աստված չի սիրում փոքրիկ աղջիկներին»։ Տրուլա Քրոնկը երբեք չկարողացավ մոռանալ այդ սխալ հայտարարությունը, այդ սխալ մտածելակերպը, եւ դա նրան ստիպեց ասել փոքրիկ աղջիկներին ամենուր, որ Աստված սեր է եւ Աստված իսկապես սիրում է նրանց։ Այս աշխարհում կան շատ հոգիներ, որոնք ինչպես այդ փոքրիկ հնդիկ աղջիկը եւ Մուդիի եկեղեցում գտնվող հարբած տղամարդը այս կամ այն պատճառով հավատում են, որ Աստված չի սիրում իրենց։ Այս աշխարհում շատ կան մարդիկ, ինձ համար հարազատ այդ մարդու պես, որ մտածում է, որ Աստված իրան չի սիրում, որովհետև թույլ են տվել, որ իրենց խաբեն, որ իրենք դրան հավատան, որ իրենց ցավը ավելի բարձր խոսի, քան թե Աստծո սերը։ Հնարավոր է, որ նրանք տառապել են դժբախտություններից, սգից, որոնք համոզել են նրանց, որ Աստված չի հոգում իրենց մասին, որ Աստծո համար իրենց կյանքը անհետաքրքիր է։ Կամ գուցե նրանք կարծում են, որ մեղքեր են գործել, որոնք ստիպել են Աստծուն երես թեքել իրենցից։ Կամ գուցե նրանք կարծում են, որ Աստված պարզապես նախընտրում է որոշակի մարդկանց, որոշակի խավի ռասայի դասերի մարդկանց, կամ որ Աստված սիրում է միայն տղամարդկանց կամ միայն կանանց եւ չի սիրում մյուսներին, կամ որ Աստված սիրում է միայն Իսրայելին։ Եվս մեկ այլ ինձ շատ հարազատ մարդ այս ստի մեջ է բռնված։ Ինչպես Թուլա Քրոնկը, ես էլ ունեմ այս ծանոթ ծանր թյուրըմբռնումը ցրելու ցանկությունը։ Ես ուզում եմ, որ իմանանք բոլորս, որ դուք իմանաք, որ Աստված սեր է եւ որ նա խորապես, համառորեն եւ հավիտենականորեն սիրում է մոլորակի երեսին գտնվող յուրաքանչյուր մարդու։ Կարևոր չէ, թե ով ես կամ ինչ ես արել, դու նրա պատկերով ստեղծված ես եւ նա սիրում է քեզ։ Ինչպես ասել է խոսնակ եւ գրող Մաքս Լուկադոն, դուք չեք կարող Աստծո սիրուց մի կողմ մնալ։ Աստծո սերը ներառում է նույնիսկ այն մարդկանց, որոնք դուք կարող է դժվարանում եք սիրել, բայց Աստված սիրում է նրան, ով վատ ու սխալ վարվելու պատճառով Աստված անգամ սիրում է նրան, ով վատ, սխալ մեքենա վարելու պատճառով խփել է քո մեքենային, վնասել քեզ։ Աստված սիրում է այն կնոջը, ով շատ կոպիտ ու գռեհիկ ձևով խոսեց քեզ հետ խանութում։ Աստված սիրում է այն հարևան կամ հեռակա ազգին, որին դուք խորապես չեք վստահում, որը չարիք է արել ձեզ։ Աստված սիրում է այդ ազգի յուրաքանչյուր քաղաքացուն։ Իրականում Աստված սիրում է նաև հենց քեզ։ Սա քո, իմ ու ամեն մարդու կյանքի ամենակարևոր փաստն է։
Աստված սիրում է քեզ։ Հավերժական ինքնագոյություն ունեցող էակը, որ Աստված է, որ ստեղծել եւ պահպանում է ամեն ինչ, ինչ գոյություն ունի, շատ ու խորապես սիրում է քեզ եւ ամեն մարդու։ Մեր օրը պետք է սկսվի ու ավարտվի այս մտքով, որ Աստված խորապես սիրում է ինձ ու ամենքին, բայց այս պահին գուցե քո մեջ արթնանում է այդ զայրույթը, որ ինչի պետք է նրան էլ սիրի, որ այդքան չարիք է արել։ Այդ մասին հետո կխոսենք, որտեղ բոլորս ենք չարիք գործել։ Աստծո սիրո միտքը պետք է սահմանի մեր յուրաքանչյուր նպատակը, մեր յուրաքանչյուր գործողությունը, եւ Աստված մեզ չի սիրում միայն այն ժամանակ, երբ մենք մեզ լավ ենք պահում կամ լավ բան ենք անում։ Աստված անձամբ եւ կրքոտ նվիրված է մեր բարօրությանը, նույնիսկ երբ մենք սխալներ ենք գործում եւ ձախողվում ենք։ Աստված սիրում է քեզ։ Աստված սիրում է բոլորին եւ դա երևում է նրանից, որ արևը նա փայլեցնում է բոլորի վրա։ Իրեն ընդունել են, թե չեն ընդունել։ Անձրև բերում է բոլորի վրա։ Բնության հարստությունն ու գեղեցկությունը բոլորի համար է։ Անկախ նրանից դու ապստամբ ես իր դեմ, թե ոչ։ Աստված սիրում է քեզ։ Աստված սիրում է ամենքին։ Ինչ կպատահի, ինչ տեղի կունենա այս աշխարհում, եթե այս 3 բառանոց նախադասությունը դառնա մեր կյանքի հիմքը, ամեն մարդու կյանքի հիմքը, կարմիր թելը, որ կանցնի մեր կյանքով, եթե թույլ տանք, որ Աստված սեր է եւ Աստված սիրում է բառերը փոխի մեր հասկացողությունը, քանդի մեր սահմանափակումները, մեր կարծրատիպերը, ջարդի մեր սրտում եղած աններողամտությունն ու ատելությունը ուրիշների նկատմամբ եւ ինքներս մեր նկատմամբ եւ ամեն բան փոխի մեր շրջապատում։ Բարձենք այս ամենը գիրքը ընթերցելով։ Վաղը կշարունակենք։ Աստված պահի եւ պահպանի։ Ամեն։